Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Հայաստանում շատ է խոսվում իշխանության փոփոխության մասին, բայց գրեթե չի խոսվում ընդդիմափոխության անհրաժեշտության մասին։ Խոսքը բնականաբար խորհրդարանական ընդդիմության փոփոխության մասին է։ Հայաստանին նոր որակի ընդդիմություն է պետք, ոչ թե պարզապես իշխանությանը հայհոյող, այլ հանրությանը գաղափարական եւ ծրագրային այլընտրանք առաջարկող ընդդիմություն։ Անցած 5 տարիները բավական հստակ ցույց տվեցին, որ խորհրդարանական ընդդիմությունը, որը մեծամասամբ ներկայացնում է նախկին համակարգի տարբեր բեկորներ, չկարողացավ ձևավորել ոչ գաղափարական հենք, ոչ քաղաքական լուրջ օրակարգ։ Փոխարենը հանրությունը տեսավ միապաղաղ հոգնեցնող եւ նույն դատարկ կոչը. այս իշխանությունը պետք է հեռանա։ Բայց իշխանության այլընտրանքը չի կառուցվում հեռացում լոզունգով։ Անցած 5 տարիների ընթացքում այդպես էլ հանրությանը չներկայացվեց այլընտրանքային տնտեսական տեսլական, չեղան անվտանգային կոնկրետ առաջարկներ, չառաջարկվեց արտաքին քաղաքականության հստակ ձևակերպված ռազմավարություն, բացի մեկ կենտրոնին ենթարկվելու գաղափարից։ Եթե հանենք ընդդիմության բարձր ձայնը, պաթոսը եւ երբեմն էլ հուզական շանտաժը, ապա ոչինչ այլևս չի մնում։ Խնդիրն այն է, որ այս ընդդիմությունը չհասկացավ կամ չցանկացավ հասկանալ, որ քաղաքականությունը միայն իշխանության հրաժարական պահանջելը չէ։ Քաղաքականությունը պատասխանատվություն է, առաջարկ է, այլընտրանք է։ Հայաստանին պետք է ընդդիմություն, որը չի վախենա նոր խոսք ասել, չի կախվի անցյալից, չի սահմանափակվի միայն իշխանության դեմ պայքարով, այլ կձևավորի ապագայի հստակ պատկեր։ Պետք է ընդդիմություն, որը կկարողանա ասել ոչ միայն սխալ եք, այլ նաև ինչ է պետք անել։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։